եթե մարդը ունենա իր սիրած զբաղմունքը, իր համար շատ հաճելի է լինելու, ինքը սիրով կզբաղվի իր նախատեսված գործին։ Ես Բարձանի Շավեշյանն եմ, ներկայացնում եմ Էրիաթ Հազագյուղը, ազգությամբ եզդի։ Գյուղում տենց մշակույթի բան չկա, բայց երեխաներ կան, որ նկարչությամբ, երաժշտությամբ, սպորտով զբաղվում են։ Ես ու աղբերս եմ զբաղվում քիքբոքսով, փոքրված շատ է սիրում, շատ է տեսնում մենամարտներ, Ռոման Քալաշյանի, Ամոյ Զախարի, տենց շատ մենամարտներ էի տեսնում ու իմ համար շատ հաճելի էր այդ մենամարտները։ Ես երազում եմ, որ սպորտով զբաղվեի եւ իմ սրտի նպատակն է, որ ես հասնեմ UFC-ի մենամարտներին։ Դժվարություններ կային, այո, որովհետեւ մեր դահլիճում ցուրտ էր, պարապելու բան չէր, էլ երեխաները քչացան եւ մենք գնացինք ապարան պարապելու։ Իսպանիայի իսկայի մրցումների նախագահն տեսավ Հայաստանում մեր խումբը շատ լավ էր առաջ գնում, շատ առաջընթաց տեսավ եւ ինքը ուզեցավ կապ հստակի մեր հետ եւ իր հրավիրի մեր մրցումներին։ Եվ մենք թմի ամենաուժեղ երեխեքով գնալու ենք, բայց կան մարդիկ, որ գնալու են 100%, կան մարդիկ էլ, որ ֆինանսով չեն կարող գնան։ Այդ մարդկանցից ես նաև մեկը ես եմ, դե մինչև այդ վաղ կտեղնանք էլի։ Մենք մի քիչ փոքր ազգ, փոքր միգրացիություն։ Ես ուզում եմ, որ իմ եզդի ազգը բոլոր երկիների մոտ իմանան էլի, որ այդպես մի ազգ կա, ու այդ ազգերի միջից կա լավ տաղանդավոր մարդիկ։ Մեր դպրոցի տնօրենը 11 եզդիների գյուղից ինքն է մենակ աղջիկներից տնօրեն, շատ կուզենայի, որ բացի ընկեր Կակոյանից շատ ուրիշ աղջիկներ լինեին։ Կա տներ, որ աղջկա ու տղու հանդեպ իրենց երեխաների տարբերություններ են դնում, օրինակ եթե մեծ խնդիր առաջացել տանում, իրենք ընտանիքի անդամով հավաքվել են, ուզում են մտածեն ինչ լուծում տալ այդ խնդրին։ Օրինակ եթե հարցը կամ աղջիկը մի բան է մտածել, ուզում է ներկայացնել իր հարցը, ասում է դու սուս մնա, դու աղջիկ ես, դու հարց ես, դու գնա քո տան գործերով բան, այդքան վատ բաներ էլի, չեմ ուզում շատ փակագծերը բացեմ, ես ուզում եմ, որ իրենք միշտ հավասար լինեն տղատ կամ աղջիկ, որովհետև մենք եզերով քիչ ենք, շատ քիչ ենք էլի, երկրի համար շատ կրտված մարդիկ են պետք։ Ես որ ամուսնանամ էլ 25-26 տարեկանում, ես համաձայն չեմ 20-19 տարեկանում ամուսնանալը, շատ վատ է։